Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, այսօր լուր ստացվեց, որ Նախիջևանի օդանավակայանին հարվածել է իրանական անօդաչու սարքը, միևնույն ժամանակ ևս մեկ լուր, որ Թուրքիայի կողմից հայտնվել է, որ Թուրքիայի սահմանը հատող իրանական անօդաչուն, թե չգիտեմ, երևի թե անօդաչուն, խոցվել է նատոյական ուժերի կողմից։ Այսինքն երկու այսպես զուգահեռ կարծես թե նույնաբովանդակ, խորքում էության մեջ նույնաբովանդակ լուր, որը կարծում եմ արժի որ քննարկենք, որովհետև բազմա չարչար ազգս հիմա էլ տառապում է ու նորմալ է դա, որ տառապում է Իրանի հետ կապված խնդիրներով, որոնք արդեն իսկ ներկայացրել էի եւ հիմա կշարունակեմ այդ ներկայացվելուտությունը, ինչ որ արդեն արել եմ մի 2-3 օր առաջ, շարունակենք այդ վերլուծությունը, թե սա ինչա նշանակում։ Ուրեմն տեսեք, նախ եկեք այդ Նախիջևանի հարվածը քննենք, տեսնենք դա ինչ կարող լինի, դա կարող ուղիղ Իրանի կողմից հարված լինի, այսինքն մտածված, կանխամտածված հարված լինի անօդաչու սարքով։ Այս դեպքում նշանակում է Իրանը Ադրբեջանի կողմից արդեն զգում է կամ ստացել է մեսիջներ կամ հետախուզական տվյալներ վտանգի մասին։ Իրանը տարբերակ մեկ զգում է վտանգ, եթե դա դիտավորյալ հարված է եղել։ Եթե դա պատահական հարված է, դե հիմա պատահական հարված է, ինչ որ, չգիտեմ, անօդաչու թռչող սարքը շեղվել է իր հիմնական տրայեկտորիայից, ենթադրենք հերթապահություն արել սահմանի երկայնքով, օրինակ։ Հետո մի պահ, չգիտեմ, ծրագրերը խառնվել են, օրինակ, պատահականության սկզբունքով կամ վառելիքը ավարտվել է, եկե ընկել պայթել է։ Այս մի տարբերակ, որ պատահականություն է դա։ Իրանը կարձագանքի իհարկե, որքան գիտեմ դեռ պաշտոնական արձագանք չկա, եւ երրորդ տարբերակ, որ դա սարքել են, օրինակ ամերիկյան եւ իսրայելական ուրեմն այսպես ասած կիբեր մասնագետները կարողացել են բռնել պերեխվատ անել, այսպես ասած, այդ անօդաչու սարքը եւ հարվածել Ադրբեջանին, այսինքն ուղղորդված է, բայց արդեն Իրանի հակառակորդների կամ թշնամիների կողմից։ Այս էլ երկրորդ տարբերակը, երրորդ տարբերակը, որ հնարավոր է։ Բայց նույնանման այսպես սցենար Թուրքիայի հետ է տեղի ունենում, որ Թուրքիան հայտարարել է, որ խոցել է ուրեմն իր օդային տարածք ներթափանցել ցանկացող սարք, անօդաչու սարք նատոյական միջոցներով։ Մի քանի օր առաջ խոսք էր գնում, թե 2 օր առաջ, որ ամերիկացիները բանակցում են քրդերի հետ Իրաքում, որպեսզի քրդերը միջամտեն այս կոնֆլիկտին արդեն ցամաքից։ Դրանից առաջ էլ լուրեր կային եւ շարունակվում են, որ Իրանը հարվածում է ում կարողանում է տարածաշրջանում, ովքեր Ամերիկայի հետ համագործակցում են, ըստ էության գրեթե բոլորը տարածաշրջանում, Իրանի շրջապատող երկրները, գրեթե բոլորը այս կամ այն չափով Ամերիկայի հետ համագործակցում են։ Եվ Իրանը հարվածում էր այս բոլորին։ Գամ մի հատ այս հարվածներից, նախ ոչ մի խելացի ստրատեգ չի ցանկանա, եթե մեկի հետ պատերազմում է երկրորդ ճակատ բացի։ Ոչ ոք, ոչ մի պատերազմող երկիր, կոնֆլիկտի մեջ գտնվող ոչ մի երկիր չի ցանկանա կամ հրամանատար երկրորդ, ել չեմ ասում երրորդ, չորրորդ ճակատ բացի իր պատերազմում։ Դասական ուրեմն օրինաչափություն եւ ճշմարտություն է, որ հակառակը մարդիկ փորձում են պատերազմող կոնֆլիկտող կողմերը, փորձում են իրենց հակառակորդին զրկել դաշնակիցներից։ Այսինքն ոչ թե մի բան էլ հրահրում են, որ իրենց հակառակորդը ել ավելի շատ դաշնակիցներ ձեռք բերի, այլ հակառակը փորձում են դաշնակիցներից զրկել, փորձում են պոտենցիալ հակառակորդներին դարձնել գոնե նեյտրալ կողմ։ Բայց Իրանի պահվածքի մեջ մենք տեսնում ենք ճիշտ հակառակ ուղղվածությունը, նա հնարավորինս հրահրում է, որ այն ովքեր կարային նեյտրալ դիրք ընդունեին, մի բան էլ դառնան կոնֆլիկտի կողմ։ Կամ նրանք, ովքեր կարային Ամերիկային որոշակի զուսպ դիստանցիայի վրա հարաբերվեին, դառնան Ամերիկայի համար դաշնակից։ Այսինքն երկրորդ, երրորդ, չորրորդ ճակատն է, ոնց որ ասած, ուզում բացի։ Հետևաբար սա ռազմավարական, ստրատեգիական տեսանկյունից կարծես թե հիմարություն է։
Ես սա մեկնաբանում եի հետևյալ կերպ, որ Իրանը գիտի, որ նրանք չեն համախմբվելու, ինքը գիտի, որ Ամերիկան որոշակի դոզավորված հարվածներ է հասցնելու, այս ամբողջ պլանի մեջ կա դոզա, դեղաչափ, այսպես հարվածի դոզա, չափ, բաժին։ Եվ ամերիկացիները դոզան չեն անցնի, իրանք էլ փորձում են իրենց դեմքը փրկել, yani թե մենք մեզնից մի բան կարող ենք ներկայացնենք, չեն կարողանում իրենց պաշտպանության նախարարին կամ երկրի առաջնորդներին զինվորական հրամանատարության չեն կարող պաշտպանեն, բայց արի ուտես յանի այնքան կարողանում ենք, որ կարող ենք այս ինչ տեղը չգիտեմ, ինչ որ մի հատ հակաօդային պաշտպանության կայան ամերիկյան խոցել կամ չգիտեմ ամերիկյան դեսպանատուն են կարող խոցել։ Դա իրանց ոնց որ ներքին սպառման, ներքին իրենց ժողովրդին այսպես ինֆորմացիոն աջակցություն տալու համար է։ Իմ պատկերացմամբ դա այդպես է, որտեղ ասում ոչ մի ստրատեգիական, ոչ մի լուրջ գործ դա չի անում, եթե դու իրոք պատրաստվում ես իրական դիմադրության։ Բայց հիմա եկեք տեսնենք ինչ է այս հարվածի ոնց կարելի է մեկնաբանել։ Այնինչ ես ասում եմ բացարձակ ճշմարտություն չէ, բայց սա տարբերակ է, որը կարանք քննարկենք։ Եվ ընդհանրապես դուք ծանոթացեք իմ ուղեղը ոնց է աշխատում, միգուցե այդտեղից ինչ-որ պիտանի բան ձեզ պետք գա։ Եվ մեկնաբանություններում էլ ես կտեսնեմ ձեր ուղեղը ոնց է աշխատում։ Ուրեմն ես կարծում եմ, որ արդեն ներկայացրել եմ առաջի ֆազան, որը լավ կլիներ, որ այդ առաջի ֆազայով էլ ավարտվեր, ամերիկացիների հույսը նա էր, որ Իրանում տեղի կունենա որոշակի խելքի գալու գործընթաց, որ պետք է այնուամենայնիվ լինի իշխանափոխություն։ Կարծում եմ, որ առաջի քայլը դա է, որ Իրանում պետք է լինի իշխանափոխություն, որ կվերանայեն Իրանի էլիտաները իրենց մոտեցումները եւ նրանք ովքեր խանգարում էին, ամենաշատն էին խանգարում, որպեսզի Իրանում տեղի ունենա սերնդափոխություն, թարմացում, վերաարժևորում, բոլոր նրանք ովքեր ուրեմն սրան խանգարում էին, փաստացի Ամերիկան եւ Իսրայելը նրանց վերացրել է։ Եվ բոլոր նրանք ովքեր դեռ կան ու խանգարում են, նրանց էլ, եթե այսպես շարունակվի, վերացնելու է։ Այսինքն ուզած-չուզած իրանական էլիտաները գնալու էին նրան, որ այ այդ արմատական պահպանողական կուրսից պետք է փոխվել դեպի ավելի առաջադեմ եւ ավելի պրագմատիկ կուրս։ Ինչի որտեղ աշխարհը առաջագնում, Իրանը հետա մնում։ Եվ ատոմային զենք իրան չի փրկի։ Այսօր արդեն դա կարելի է արձանագրել։ Ինչու՞։ Որովհետեւ օրինակ, ինչ ասեմ, Ռուսաստան ունի ատոմային զենք։ Ռուսաստանը տեխնոլոգիապես հետա մնում։ Ռուսաստանը աշխարհի հզորների շրջանում դարել է հետամնաց երկիր, փաստ է արդեն դա։ Ցավալի չի դա փաստ է։ Եվ ատոմային էլ ունի, եւ Ուկրաինայում խնդրեմ տեսեք ինչքան պատերազմի երկարում է։ Իհարկե դրանից ուկրաինացիները որպես այդպեսին չեն շահում, բայց Ռուսաստանի հիմնական մրցակիցները աշխարհ քաղաքական, իհարկե դրանից շահում են։ Իհարկե դրանից օգտվում են։ Հիմա ես չեմ խորանա բարոյականության, չգիտեմ, արժեքների, միջազգային իրավունքի, դա չեմ, այս զրույցի մեջ եկեք այդ կողմ չգնանք։ Մի ուրիշ առիթով այդ կողմերի վրա այդ զրույցը։ Հիմա այսինքն պատկերացրեք Իրանն է, ենթադրենք ատոմային ունի։ Եվ Ռուսաստանը, որ ունի խերի մեջ կորել է։ Այնպես որ նույնիսկ եթե ընդհանուր առմամբ երկիրը հետ է մնում, մի առանձին ոլորտում առաջընթացը դա չի կարա այսպես մեծ իրականություն փոխի։ Եվ առաջի ֆազան դրա համար է Իրանին երաշխավորելով, որ քո ամբողջականությունը չի տրովի, ես այդպես եմ կարծում, ամերիկյան եւ իսրայելական ուժերը, իհարկե Իսրայելը այնտեղ մի քիչ ավելի շատ իր մանր շահերն է փորձում տարածաշրջանային առաջ գցի, բայց համենայն դեպս Ամերիկան ասում են ընկեր խելքի եկեք, փոխվեք, եկեք խոսանք։ Չինաստանից հնարավորինս դիստանցիա պահի, մեր հետ էլ սկսի խոսալ, քո նավթն է, գազն է, ինչն է այմատ կառնենք, ինչ ես ուզում։ Մեծ ամերիկա-չինական խաղին կամ մրցակցությանը այս եթերում կաշխատեմ չանդրադառնալ, որովհետև մենք կոնկրետ Նախիջևանին հարվածն ենք, էլի սկսել վերլուծել։ Եվ ինչ է անում։ Իրանը չի համաձայնվում։ Իրանական այդ հին փդած գլուխները ոչ մի ձև չեն համաձայնվում իշխանափոխությամբ, երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ գնալ վերանայման։ Չեն համաձայնվում։ Ամերիկան իր շահերի համար է անում, այլ Չինաստանի հետ մրցակցության կոնտեքստում է սա անում, էներգակիրների շուկայում ընդհանրապես ազդեցություն ունենալու համար իր հաշվարկները առաջ տանելու համար անում, դա հասկանալի է։ Բայց Իրանն էլ այս ամեն ինչի մեջ կարա իր օգուտները, իր շահերն ունենա, իր առաջընթացը ապահով, իր ժողովրդի շունչը բացի, այսպես ասած։
ոչ թե հազարներով գնդակահարի փողոցներում։ Ինչի համար, որովհետև մարդիկ ոտքի էին կանգնել։ Դե տես չի լինում, տենց երկար չես ձգի։ Ցավոք սրտի տենց երկար չես ձգի, անգետ, կամ բարեբախտաբար տենց երկար չես ձգի։ Չես կարող։ Հետո ասենք բանը աղջիկների դպրոցում խոսում են, որ իսրայելական հարվածից, եթե չեմ սխալվում, երեխեք են մահացել, դպրոցականներ եւ այլ եւ այլ։ Ինչը ողբերգականը, ինչը քննադատելի է, բայց մի նկարել տեսա եւ եթե չեմ սխալվում, դա fake չէ, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան մամլո ասուլիսա տալի դպրոցի շենքում։ Այսինքն Իսրայելը չի կանգնում են բանի առաջ, որ եթե մի պաշտոնյայի որոշ չլա վերացնել, ու նա նույնիսկ դպրոցում է գտնում, նա այդ պաշտոնյային վերացնելու է դպրոցում։ Արդյունքում իհարկե դա հակամարտկային է, իհարկե դա նույնիսկ ռազմական հանցագործություն է։ Այն ինչ անում են դպրոցում, բայց դա ռազմական հանցագործություն է։ Բայց այս հանցագործության մեջ կարծես թե հանցակից է նաև նա, ով իր երեխեքի հետևում պաշտպանվում է, ով իր երեխեքին էս դեմը շարելա, որ իրան վերացնեն, մեծ աղմուկ բարձրանա։ Ու դա նույն ուժն է, որը կրկնում եմ, հազարավոր մարդկանց սեփական քաղաքացիների գնդակահարում է սեփական երկրի փողոցներում։ Այդ նույն ուժն է, ուրիշ մարդիկ չէ։ Լավ կլինի, որ այս ուժը վերանայի կամ չգիտեմ, էլիտաների մեջ ի հայտ գան ավելի թարմ եւ ավելի սեփական քաղաքացիների նկատմամբ ավելի նվիրված կարմիր գծեր ճանաչող ուժեր, բայց ինչ որ է։ Առաջի փուլով ամերիկացիները կարծում եմ սա առաջարկել են։ Վերանայեք ձեզ, ձեր տարածքային ամբողջականությունը մենք երաշխավորում ենք։ Չեն ուզում ամերիկացիները եւ Իսրայելը, ավելի շատ ամերիկացիները, որտեղ մտածում են, որ այստեղ ամերիկան ռազմավարությունը մեծ, Իսրայելի մասնակցությունը ավելի շատ տակտիկական նշանակություն ունի, կարծում եմ։ Թե չի բացառում մարդիկ լինեն, որ ասեն, չէ, ստրատեգիան գծում է բան Իսրայելը։ Ինչ որ է։ Այս ուժերը Իրանին հիմա ասում են, լսի ինգեր, կկտրտենք երկիրը։ Կտոր կանենք, ընդից քրդերը մի բան կփոքեն, ընդից Թուրքիան կխառնվի, ընդից էլ Ադրբեջանը կխառնվի։ Եվ սա լսելով արդեն Ադրբեջանին Թուրքիայի նկատմամբ Իրանը ատամ է ցույց տալիս։ Իդեպ, ովքեր տեղյակ չեն, ասեմ, ատամ ցույց տալը իշխանների դեպքում կամ գայլերի դեպքում դա նույն այնքան էլ լավ նշան չի, որտեվ իսկական գործ անող շունը կամ գայլը անում է։ Ատամ ցույց տալը դա վախացնելու, զգուշացնելու նշան է։ Նույն այդքան էլ լավ նշան չի։ Մի քիչ վախի նշան է։ Վերջ ատամ է ցույց տալի Իրանը, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ ինչ ալնելու։ Անցնում են հաջորդ ֆազա, սպառնում են, որ կկտրտեն երկիրը։ Իհարկե դա ձեռ չի տալի այդ թվում խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որ Իրանը քայքայվի։ Բայց արդեն իսկ այդ սպառնալիքը Իրանի առաջ դնում են։ Մեսիջը, ուղերձը, ուղարկված է։ Կմասնատենք ձեր երկիրը, եթե չհամաձայնվեք վերանայել ինքներդ ձեզ։ Եվ եթե մեր շահերը թույլ չտաք, որ մենք ձեզ հետ համագործակցությամբ, առևտրով մեր շահերը առաջ տանենք այդ թվում ձեր երկրում։ Սա արդարության մասին չի, սա միջազգային իրավունքի մասին չի։ Սա պրագմատիկ, միջ պետական, ջունգլիական հարաբերությունների մասին։ Ովքեր ցավում են, որ կյանքը այսպես է, ես էլ ցավում եմ, որ դուք դպրոցում կենսաբանություն չեք սովորել։ Ես էլ դրա համար եմ ցավում։ Նրանից հետո էլ սոցիոլոգիա եւ հոգեբանություն չեք սովորել։ Նրանից հետո էլ իրավունքի ծագումը չեք սովորել։ Ընդհանրապես։ Ես էլ ցավում եմ, որ դուք ըդար անկիրթ եք, որովհետև ռեժիմներ կան, տարբեր ռեժիմներ, ամեն ռեժիմում որոշակի օրինաչափություններ են գործում։ Ռեժիմներ կան մաքուր կենսաբանական, ռեժիմներ կան մաքուր ներընտանեկան, բացարձակ նվիրվածություն, անշահախնդիր, անձնազոհություն, սենց ռեժիմներ էլ կան կյանքում, բայց կախված է դա որտեղ է։ Արդարություն եւ այլն, այս ամեն ինչը ներքին միջավայրերում, արտաքին հարաբերություններում փորձում են մանևրել։ Լավ, ես էլ մի օր առանձին կխոսանք։ Եվ հիմա այդ սպառնալիքն է Իրանի առաջ։ Ասում են կտրտենք ձեր երկիրը։ Եվ պահպանողական արմատականները կարծես թե ասում են մենք չենք հանձնվի։ Այստեղ տեղին է հիշել, ինչպես օրինակ Ղարաբաղը Ադրբեջանին կտանք,
ենթադրենք իշխանափոխություն թույլ չենք տա, լուրջ իշխանափոխություն։ Քաղաքական բևեռների հետ կապված բանակցություններ։ Հայաստանը մեջտեղից կկդրենք, բայց ճիշտը չենք ասի։ Առողջ ուժեր չենք թողնի գան քաղաքականություն։ Հայաստանը Թուրքիայի Ադրբեջանի մեջ կկիսենք, բայց թույլ չենք տա, որ բացի օլիգարխներից նախկին նախագահներից, մեկ էլ իրանցից ներկաներից, ինչ որ մեկը դաշտում հայտնվի եւ ուրիշ ուղղությամբ տանի երկիրը։ Երկրին պիտանի ժողովրդին, ազգին պիտանի ուղղությամբ տանի։ Այսինքն սա, երբ որ պաշտոնը, դիրքը, ստատուսը, իշխանությունը սերտաճում է իշխանավորների քամակին, տասնամյակների անփոփոխ իշխանավարման արդյունքում, սենց բաներ է լինում։ Երկիրը տուրը կտան, բայց իրենց սեփական ժողովրդի միջից ծնվող այլ էլիտաների չեն տա։ Դա մենք տեսել ենք Ղարաբաղյան 96 թվականից մենք դա տեսել ենք։ 1996 թվականից մենք դա տեսել ենք։ Ու այդպես շարունակաբար մինչև այսօր։ Այսօր էլ ընտրությունները ում միջև է։ Էլի նոր ելույթ թևով ներկայացող նախկինների կամ հին կապերով այսպես վերակենդանացող նախկինների եւ դրանցից ոչ ավելի լավը ներկաների։ Կամ լավ, մի խազ ավելի լավը երևի թե։ Մենք նույնիսկ ասի հակառակ։ Էլի զորբաների միջև ոչ իրավունք, ոչ օրենք, ոչ երկրի, ժողովրդի, ազգի շահ, ոչ բարձր գաղափարներ, ոչ ֆունդամենտալ փոփոխությունների մասին լուծումներ, ոչ մի բան։ Ջիշովի պոպուլիզմով ներծծված քանի խոսք եկել է ասեմ։ Ժողովուրդ լուրջ քաղաքագիտությունը, լուրջ քաղաքականությունը ջանքեր է պահանջում նախ խելքդ հարստացնելու, ուղեղով հարստանալու ջանքեր է պահանջում։ Պիտի ասենք հաճույքներից, հոգնած ժամանակ քեզ տրամադրես, հաճույքներից զրկես, ընտանիքի հետ անցկացրած ժամանակից կրճատես ու էականորեն կրճատես, կարդաս, ուսումնասիրես, դասախոսություններ լսես, հաշվարկես, արհեստական բանականության հետ երկար քննարկում անես, որտեղ դա էլ ահագին բան է սովորացնում։ Քննարկում անես ոչ թե իր կարծիքով, այլ օրինակ հղումներ պահանջելով, միշտ հղումներ պահանջելով։ Երբ որ արհեստական բանականությունը մի բան ասում, ասում ես հղումը տուր։ Դա որ գիտնականի, որ քաղաքագետի, որ, չգիտեմ, պետական գործչի ասածն է, որ միջազգային փաստաթղթից է, որ այսպես հայեցակարգային քաղաքագիտական կամ սոցիոլոգիական աշխատությունից է։ Եթե այսպես մանրամասն, սա ժամանակ, էներգիա, չարչարանք է, բայց մեր ժողովուրդը հələ ոչինչ, էլիտաները այս ամեն ինչի մասին չեն ուզում հոգ տանեն, չեն ուզում, այլ իրանք ջանին նեղություն տան։ Դրա համար առանց մի տար կարդալու ինչ են անում, ապրում են, դե տեսնում են եղավ պատերազմ, տեսնում են եղավ իշխանափոխություն, եղավ հեղափոխություն։ Աչքով տեսնում են, ձրի տեսնում են։ Եղավ պարտություն, եղավ հանձնել, ձրի, այս ամեն ինչը ձրի տեսնում, չեն կարդում, իրանց կյանքում տեսնում են։ Ու իրանց ամբողջ քաղաքական միտքը կենտրոնացնում են սրա շուրջ։ Սրանից դուրս, օրինակ պետության հիմնադրույթների մասին, մի տար, մի խոսք չեն ասի։ Թեև պետություն պիտի ունենաս, որ այս ամբողջ արհավիրքների նկատմամբ ունենաս դիմադրողականություն եւ կարողանաս պատասխան տալ։ Եթե պետություն չունես, դու մենակ ես քո անձնական փորձով, այսպես նստած նայում ես, էլի ձրի, մուֆտա, ինչա տալի քեզ պատմություն, ինչ արհավիրքներ ա բերում ազգի գլխին։ Այդ արհավիրքների շուրջ էլ դնում ես քաղաքական ծրագրեր ես ներկայացնում։ Ձրի նստեն նայել ես, տենում ես լիքը մարդ, ասենք դժգոհ է, ինչի՞ց է դժգոհ։ Մի հատ լավ շատ սոցապրոս են անում։ Ասում են ժողովուրդ ինչի՞ց եք դժգոհ։ Ասում են ընդհանրենք աշխատատեղ չկա։ Ասում են 1 միլիոն հատ աշխատատեղ կբացեն։ Էլի թոշակները ցածր, թոշակները կբարձրացնեն։ Էլ ինչ ես ուզում, առողջապահությունը խնդիր ունենա։ Առողջապահությունը, էլ զինվորականությունը, անվտանգություն, հարց չկա աշխարհի ամենահզոր բանակը կստեղծեն։ Ինչ ուզես այդպես օթում խոստումներ տալով, բոլորը, ես մի հոգու չեմ ակնարկում։ Բոլորն անխտիր,
բացի դեմ եմ բոլորին մեր ընկերների շարժումը, բացի դեմ եմ բոլորին կամ բոլորին դեմ եմ շարժումից, անխտիր բոլորը, եթե մեկը կլինի կասի հայ, կասա կոնկրետ ես ինչ չեպե եմ արել, ցանկացած քաղաքական ուժից, ես կոնկրետ ձեզ, քեզ, հարգելի գործընկեր կամ հայրենակից, ես կոնկրետ կասեմ դու ինչ չեպե ես արել, անգամ եթե դու սուրբ ես ճանաչված ժողովրդի կողմից կամ քո համակիրների կողմից հարգարժան մարդ ես, ինձ Հայկ ուղարկի հրապարակային, ասա Հայկ ես ինչ եմ արել, ես կասեմ թե դու ինչ ես արել, որ այդ բոլորի շարքում ոչնչով չես տարբերվում, Նիկոլից ոչ լավն ես, ոչ Տաշիրից ես լավը, Սամվել Կարապետյանից ես լավը ներողությունը Տաշիրը ասելու համար, ոչ Ծառուկյանից ես լավը, ոչ Թաթոյանից ես լավը, ոչ Քոչայանից ես լավը, ելով ասեմ, ոչ Բևերից ես լավը, ում ասեմ, նույնն եք, տարբեր գույների, բայց նույն սկուտեղի մեջ դասավորված, բոլորդ էլ նույնն եք, սեփական փորձով, ինչ տեսել եք առանց ձեզ նեղություն տալու, դրա վրա էլ ձևավորել եք ձեր քաղաքական ծրագրերն ու գաղափարը, որը մի 80%-ով պոպուլիզմ է, մի 10%-ով էքստրեմիզմ, այն մնացած 10%-ն էլ փողի ակնարկա, երբ որ օրը կգա, այն 10%-անոց փողի ակնարկը, շահի ակնարկը կդառնա 60%, 70%, 30%-ը կբաշխվի պոպուլիզմի և էքստրեմիզմի և չգիտեմ ինչի միջև, էսա, Էս են մեր էլիտաները, սրանից բեժ բեթար են Իրանի էլիտաները, սրանից երևի տասնապատիկ ավելի բեթար են Իրանի էլիտաները, ուստեղի այս տեսակ էլիտաները հիմա կոմենտներում նայեք, ընդեղի էլիտաներին բալետ են անում, պաջեշկա են անում, աջակցություն են ցույց տալիս, մեր հարևան Իրանը վարի է գնում ժողովուրդ ջան, մեր հարևան Իրանը իր այդ 80 միլիոն ժողովրդով, մեծ մասը երիտասարդություն, բացառիկ կրթական համակարգով, փայլուն դեմքերով ու տաղանդով, անսպառ ռեսուրսներով մեր հարևան Իրանը վարի է գնում։ Դա ինձ համար ցավ է։ Ու ես փոխանակ պոլիտ կոռեկտության շրջանակներում ասեմ, այո, ես էլ ձեզ հետ եմ։ Մենք բոլորս Իրան ենք, չէ։ Քննությունից կտրվել եք, հարգելի Իրանի իշխանություններ, սա այն դեպքում, եթե դեսպանատունը monitoring կանի, դուք կտրվել եք, երրորդ լիկվիդից, կամ էսա երրորդ լիկվիդը գնում է, ու դուք կտրվում եք, մենք չենք ուզում, որ մեր հարևան այդ հալի բնի, ձեր պես պոտենցիալով, մեր ընդհանուր հարևանության, պատմության բոլոր կողմերը հաշվի առնելով, մենք չենք ուզում, որ ես չեմ ուզում տես լինեմ, բենքի ամիս չասեմ, ես չեմ ուզում, որ տես լինի, ես չեմ ուզում դուք մի քանի հազար մարդ գնդակահարես փողոցում, գացես թե ասես ամերիկացիները երեխեքի դպրոցում տրակցրել են։ Ես ուզում եմ դու այդ ոճիրը գործած Իսրայելը թե Ամերիկանը, այդ հարվածի համար երեսատեղ ունենաս խոսալու, բայց դուք երեսատեղ չունեք։ Եվ այդպես է լինում բոլոր այն ռեժիմների հետ, ում հետույքը սերտաճել է պաշտոնին, աթոռին, գահին, բոլորի հետ։ Արևմուտքը, որ եկել է դեմոկրատիային, իսկ ավելի ճիշտ է ասել ռեսպուբլիկանիզմին, այ որ եկել է դեմոկրատիային, դա արդյունավետության խնդիր է եղել, դա միայն արժե համակարգի խնդիր չի եղել, դա նախ եղել է արդյունավետության խնդիր, տեսել են, որ այտենց ապրողները հաղթում են ոչ այտենց ապրողներին, իրանք ուղղակի տեսել, այտենց ապրողների տնտեսությունը, տնտեսական մրցավազքում հաղթում է այտենց չապրողների տնտեսությանը, այտենց ապրողների գիտությունն ու տեխնոլոգիաները հաղթում են այտենց չապրողների գիտությանն ու տեխնոլոգիաներին, այդ դեմոկրատիա ասածը, էլ եմ ասում, որ ինքան էլ իմ սրտով չի այդ ձևակերպումը դեմոկրատիա, ռեսպուբլիկանիզմի տրամաբանությունը, ընտրովի իշխանություններ, փոփոխվող իշխանություններ, իշխանության սահմանափակումով աշխատող իշխանություններ, իշխանության բաշխմամբ երկրով մեկ վերից վար եւ ամեն մակարդակում էլ հիերարխիկ հետերարխիկ թևերի միջև բաշխված
իշխանական եւ կառավարման համակարգը կրում է ոչ այդպես ապրող համակարգին։ Չինաստանի համար առանձին զեկույց կներկայացնեմ, եթե կուզեք այդպես ասեմ, որտեղ չինական մոդելը աշխարհում ես պահին ապագային պատրաստվող, ապագայի ամեն ինչին պատրաստվող, ճգնաժամերին պատրաստվող 3 խոշոր մոդելներից մեկն է։ Եվ Չինաստանի տարբերակը այլ է։ Այսինքն դեմոկրատիային որ եկել են, Չինաստանն էլ վերջ առաջ բացեց տնտեսությունը, ազատականացրեց տնտեսությունը, սկսեց ամբողջ աշխարհի հետ առևտուր անել։ Այդ թվում Իրանի հետ, հարավամերիկյան երկրների հետ։ Դա բարոյական հարց չի եղել, երբ որ մարդիկ ընտրել են իշխանությունների փոփոխելիությունը, իշխանությունների հաճախակի փոփոխությունը, ոչ թե սերնդից սերունդ, այսինքն այս մեկը դարավ իշխանություն 45 տարեկանում, 85 տարեկանում թողնում է իշխանական աթոռը, ասել չէ ընկեր, 4 տարին մեկ պետք է փոխվի։ Եթե ուզում ես ժողովուրդը նորից դու լինես, լավ, 4 տարի իշխանավորելուց հետո 4 տարի էլ իշխանավորի։ Բայց եթե դրանից հետո էլ է ժողովուրդը ուզում որ դու լինես, էլ չես կարա։ Հասկանում եք ինչ սահմանափակում են դրել, որ հետույքը չսերտաճի գահին աթոռին։ Եթե նույնիսկ ամբողջ ժողովուրդը ուզում է որ երրորդ սռոկել, այս ինչ ղեկավարը լինի։ Եվս 4 տարի կամ եվս 5 տարի։ Խելոք մարդիկ, իմաստուններ, փիլիսոփայական մտքի տեր մարդիկ, ասեն չէ, դա արդեն չպետք է թողես։ Սա է ռեսպուբլիկանիզմը։ Դեմոկրատիան ասում է, ժողովուրդը ոնց ասում է, դա ճիշտ է։ Մեծամասնությունը ոնց ասում է, դա ճիշտ է։ Դեմոկրատիայի իմաստը հետևյալն է, դասարանում կա 25 հոգի, որից ենթադրենք 4-ը գերազանցիկ են, չգիտեմ, 6-ը ասենք հարվածային։ Այն մնացածը տարբեր աստիճանի սովորում կամ չեն սովորում։ Այսինքն մեծամասնությունը ոչ այնքան լավ սովորողներն են եւ փոքրամասնությունը շատ լավ սովորողներն են։ Դեմոկրատիան ասում է, եթե հարց է դրված դասերը շարունակենք, թե փախնենք դասից, գնանք տներով, դպրոց գնանք, թե դպրոց չգնանք, մեծամասնությունը ասում է դպրոց չգնանք, իսկ մեծամասնությունը հեշտին է վազում։ Մեծամասնությունը ալարում է, մեծամասնությունը ռացիոնալ ծուլություն ունի։ Դեմոկրատիան ասում է, մեծամասնությունը տենց է ասել, ուրեմն տենց պետք է լինի։ Սա է դեմոկրատիան։ Ինչին ես ասում եմ, այդքան էլ հաշտ չէ։ Ռեսպուբլիկանիզմն ասում է մի րոպե ընկեր։ Սկզբից ունենում ենք սխեմա։ Էլի թող մեծամասնությունը որոշի, բայց նախ թող որոշի ով է այդ որոշումը կայացնելու։ Նա թող որոշի այդ որոշում կայացնողներին։ Ու այս դեպքում արդեն են դասարանի 10-15 հոգին, արի ասում ես գերազանցիկ խելքը գլխին, արի թող ինքը մեր փոխարեն որոշ։ Ասում անգեր դու շատ բաներ քեզ կդնեմ հանրակրվեով կորոշով, բայց լիքը հարցեր քո խելքի բանը չի։ Օրինակ այդ մաթեմատիկական խնդիրը ոնց պետք է լուծի, դա հանրակրվեով չենք անելու էլի, տենանք մեծամասնությունը ինչ ասում։ Մաթեմատիկական խնդիրն է, դասի նստել չնստելն է, այս դասատուն մեզ դաս տա, թե այն մյուս դասատուն մեզ դաս տա։ Այս դասատուների հետ լավ լինենք, թե այն մյուս դասատուն։ Այդ հարցերը ասում է, մի մասը դու որոշի, մի մասն էլ թող որոշեք, ձեր միջից ում որ կընտրեք։ Եվ սովորաբար նորմալ դասարաններում ընտրում են դասարանի ավագ ենթադրենք գերազանցիկի։ Ոչ թե խուլիգանին էլի։ Սա է հանրապետականությունը, որ կառուցվածք է բերում, որտեղ դեմոկրատիան ոչ թե ինքն իրան վնաս կտա, ոչ թե դեմոկրատիան կլինի երկրի եւ ժողովրդի սուիցիդի ճանապարհը, այլ կլինի երկրի եւ ժողովրդի զարգացման, բարգավաճման ճանապարհը։ Այ ռեսպուբլիկանիզմն է։ Հիմա դա եթե նույնիսկ ամբողջ ժողովուրդն ուզում է որ իր իշխանությունները 10 տարուց ավել ղեկավարեն, ռեսպուբլիկանիզմով խելքները գլուխները թավակեք, արդեն դուք ձեր գլխին խնդիրներ եք ստեղծում։ Ոնց որ մեր մոտ։ Հիմա առաջիկա ընտրություններին 8 տարի իշխանավորել է Նիկոլ Փաշինյանը, ասում է 5 տարի էլ տվեք։ Դուք գիտեք ժողովուրդ ջան, ես կփորձեմ ամենայնպես ինչքան հնարավոր ձեզ տեղեկացնել, քարոզել, բացատրել, որ Իրանի այս վիճակը, այսի բազմաթիվ բաներ կարաք ասեք, բայց խնդիրներ կան, որ Իրանի ներսից են։ Այսինքն կարաք մեղադրեք Իսրայելին, Միացյալ Նահանգներին, չգիտեմ, համաշխարհային եսի ինչերը, Թրամփին անձամբ կարաք մեղադրեք։
Բայց խնդիրներ կան, որ հենց Իրանի ներսից է գալի ու հենց Իրանի իշխանություններն են պատասխանատու։ Ինչպես մեր հետ կապված խնդիրները, մեր գլխի ներկած արհավիրքները մի զգալի մասով մեզնից է գալի, մեր էլիտաներից է գալի, մեր ղեկավարներից է գալի։ Գործող եւ անցյալում եւ հիմա էլ հավակնող, որ ապագայում գան։ Եթե համաձայն չեք այս ասածներից հետ հարկելի էլիտաներ, ես ձեզ հրավիրում եմ հրապարակային բանավեճի։ Եկեք եւ ասեք, թե ոնց է, ինչ է ես սխալ ասեցի, ձեր կարծիքը ներկայացնեք, ես էլ փորձեմ իմ կարծիքը պնդել։ Ես հաշվեք հրապարակային հրավիրում եմ ձեզ քննարկման բանավեճի։ Թող բանավեճում մարդիկ բացահայտեն ճշմարտությունը կամ գնահատեն ճշմարտությունը։ Եթե կհամարձակվեք, արդեն բան չէ, կներեք այս բառիս համար։ Եթե դեմ չեք լինի, ես պատրաստ եմ։ Ու միշտ եմ պատրաստ եղել, բազմաթիվ անգամներ այս մասին հայտարարել եմ։ Հատկապես իշխանական գործիչներին խնդրեմ, եթե դուք վստահ եք ձեր կարողությունների, ինտելեկտի, եթե վստահ եք, որ դիմացդ ոչ թե սովորական լրագրող է կամ Պետրոսն է հմեկի ու տենց նեղելուց շատ դոզավորված է նեղում, եթե այլ մարդու դիմաց կարող եք հանդես գալ, խնդրեմ, այդ մեկը ես եմ այդ այլ մարդը։ Եվ ովքեր որ հավանում են այն տրամաբանությունը, մոտեցումներն ու առաջարկները, որ անում են, հարցերին վերաբերվել ֆունդամենտալ, խնդիրները նախ ման գալ մեր ներսում, լուծել նախ մեր ներսի խնդիրները, հետո դիմագրավել արտաքին մարտահրավերները, ովքեր այս հաջորդականության հետ համաձայն են, խնդրում եմ հիմնադիր.am կայքում, հղումը դրել եմ, հիմնադիր.am կայքում գրանցվեք, աջակցեք, կոնտակտներ թողեք, մենք կկապվենք ձեզ հետ եւ կմտածենք, կտեսնենք, թե ոնց ենք մի այսպես պուճուրիկ մանանեխի հատից ստանում մի հսկայական այսպես հաստաբուն ծառ, որի պտուղներով մեր երեխաները կապահովվեն եւ որի ստվերում մենք կիզի ճարելի տակ կամ չգիտեմ անձրևի ու ձան տակ կպատասխանենք։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։